Հաղորդակից անոթները և Հերոն Ալեքսանդրացին։ Հերոն Ալեքսանդրացին եղել է հույն նշանավոր գիտնական, մաթեմատիկոս, ֆիզիկոս և մեխանիկ, ով ապրել և գործել է առաջին դարում մոտ 10-70 թվականներին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում հելլենիստական աշխարհի գիտական կենտրոններից մեկում։ Նրա գործունեությունը հիմնականում կենտրոնացած էր տեխնիկական սարքեր նախագծման վրա։ Հերոն Ալեքսանդրացին համարվում է պատմության առաջին ինժեներներից մեկը։ Հերոնը գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնցում մանրամասնորեն նկարագրել է տարբեր մեխանիկական սարքեր, սարքերի աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև մաթեմատիկական գիտելիքները կիրառել է տեխնիկայում։ Նրա գյուտերն այնքան հետաքրքիր ու զարգացած էին, որ թվում է դրանք կարող էին պատկանել նույնիսկ ժամանակակից դարաշրջանին։ Հերոնը ոչ միայն ստեղծել է տեսական գրքեր, այլև պատրաստել է իրական սարքեր, որոնցից շատերը գործել են ջրի ճնշման, գոլորշու, հոսող հեղուկների և հաղորդակից անոթների ֆիզիկական սկզբունքների վրա։ Նա սիրում էր փորձարկելու ցույց տալ, թե ինչպես կարող են բնական երևույթները վերածվել օգտակար և զվարճալի մեխանիզմների։ Հաղորդակից անոթները անոթներ են, որոնք միացված են միմյանց ներքևի հատվածում և լցված են հեղուկով։ Եթե այդ անոթների մեջ լցնենք հեղուկ, ապա այն բոլոր անոթներում կհասնի նույն բարձրության, անկախ դրանց ձևից կամ չափից։ Այս ֆիզիկական երևույթը Հերոնը կիրառել է իր ստեղծած մի շարք սարքերում։ Հերոնի ինքնալցվող կամ ինքնադատարկվող գավաթը նրա ամենահայտնի սարքերից մեկն է։ Դա մի սովորական տեսք ունեցող գավաթ է, որի ներսում թաքնված է խողովակների մի համակարգ։ Երբ գավաթը լցվում է ջրով, մի պահ թվում է, թե այն պարզապես լցվում է, ինչպես ցանկացած ուրիշ բաժակ։ Բայց երբ ջուրը հասնում է որոշակի մակարդակի, հանկարծ ամբողջ պարունակությունը սկսում է ինքնաբերաբար դուրս հոսել և գավաթը կարծես կախարդական ուժով դատարկվում է։ Այս համակարգը հիմնված է սիֆոնի, թաքնված խողովակի և հաղորդակից անոթների վրա։ Գավաթի ներսում կա խողովակ, որը ոլորված է այնպես, որ որոշ չափի ջուր լցնելուց հետո այն սկսում է ներսից հոսել դեպի դուրս, մինչ ամբողջ ջուրը վերջանա։ Այս սարքը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ֆիզիկական օրենքները կիրառել ճշգրիտ և զարմանալի մեխանիզմներ ստեղծելու համար։ Ավտոմատ սրբարան կամ ինքնաշարժ մեխանիզմներ։ Հերոնը նախագծել է նաև մի շարք սարքեր, որոնք կիրառվել են հին տաճարներում, կրոնական նպատակներով։ Այս սարքերից մեկն ավտոմատ սրբարանն էր, որը բացվում էր առանց մարդու օգնության։ Սարքի գաղափարն այն էր, որ երբ մարդը սեղմում է որոշակի լծակ կամ լցնում է ջուր անոթի մեջ, հեղուկը սկսում էր հոսել հաղորդակից անոթներով դեպի խցիկներ։ Ջրի ճնշման շնորհիվ փոքր անիվներ էին պտտվում, որոնք շարժում էին դռներ կամ արձաններ, ստեղծելով տպավորիչ տեսարան։ Այս մեխանիզմում ջուրը գործում էր որպես էներգիայի աղբյուր, և հաղորդակից անոթների շնորհիվ ճնշումը հավասարաբաշխվում էր համակարգում։ Հերոն Ալեքսանդրացին իր ժամանակի մեծագույն գիտնականներից էր, ով առաջիններից էր, որը կիրառեց գիտական գաղափարները տեխնիկայում։ Նրա ստեղծած մեխանիզմները հիացնում են մեզ մինչև այսօր իրենց ճշգրտությամբ, խելացի կառուցվածքով և պարզ երևույթների խորը գիտական կիրառությամբ։ Հերոնի գործերը հիմք դրեցին ինժեներիայի, մեխանիկայի և ավտոմատизման զարգացման համար։ Հերոն Ալեքսանդրացին իր ժամանակի մեծագույն գիտնականներից էր, ով առաջիններից էր, որը կիրառեց գիտական գաղափարները տեխնիկայում։ Նրա ստեղծած մեխանիզմները հիացնում են մեզ մինչև այսօր իրենց ճշգրտությամբ, խելացի կառուցվածքով և պարզ երևույթների խորը գիտական կիրառությամբ։ Հերոնի գործերը հիմք դրեցին ինժեներիայի, մեխանիկայի և ավտոմատизման զարգացման համար։
Հերոն Ալեքսանդրացին իր ժամանակի մեծագույն գիտնականներից էր, ով առաջիններից էր, որը կիրառեց գիտական գաղափարները տեխնիկայում։ Նրա ստեղծած մեխանիզմները հիացնում են մեզ մինչև այսօր, իրենց ճշգրտությամբ, խելացի կառուցվածքով և պարզ երևույթների խորը գիտական կիրառությամբ։ Հերոնի գործերը հիմք դրեցին ինժեներիայի, մեխանիկայի և ավտոմատизման զարգացման համար։ Հերոն Ալեքսանդրացին իր ժամանակի մեծագույն գիտնականներից էր, ով առաջիններից էր, որը կիրառեց գիտական գաղափարները տեխնիկայում։ Նրա ստեղծած մեխանիզմները հիացնում են մեզ մինչև այսօր, իրենց ճշգրտությամբ, խելացի կառուցվածքով և պարզ երևույթների խորը գիտական կիրառությամբ։ Հերոնի գործերը հիմք դրեցին ինժեներիայի, մեխանիկայի և ավտոմատизման զարգացման համար։